Արև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք ապրիլի 20-ի գործակարգավարական խորհրդակցությունը, սկսում ենք Վեոլա ջրից, խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 100, կատարողական 100%, գրանցված գորագծի վթարների քանակը թվով 510, վերացված 470, կատարողական 92%, վթարվերականգնողական աշխատանքների ընթացքում քանդված ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 975 քառակուսի, վերականգնված 842 քառակուսի մետր, իրականացված վթարային ջրանջատումների քանակը թվով 34, հիմնանորոգված դիտավորի քանակը թվով 6, մաքրված անձրևատար դիտավորի քանակը 135, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ, որ 2026 թվականի ապրիլի 10-ից 17 ընկած ժամանակահատվածում Երևանի ԳԳՄ սպասարկման տարածքում տեղի ունեցել թվով 10 գազանջատում, որոնցից մեկը պլանային, 9-ը վթարային։ Վթարավերականգնական աշխատանքները ամբողջությամբ ավարտված է, կատարողական 100%։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում վթարային անջատումներն 97-ն են, պլանայինը 102, քանդված եւ վերականգնված ասֆալտբետոնյա ծածկույթ 172 եւ 97, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երկարլույս։ Պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ ունեցել ենք 37 վթար, ինչը վերականգնվել է 100%-ով, շաբաթվա ընթացքում տեղադրել ենք Մարիքաղաքում 72 լեդ լուսատու։ Պարոն քաղաքապետ, այկասնում եմ, որ Դավթաշեն երկրորդ թաղամասում նոր վարչական շրջան Ունանավետիսյան փողոցում եւ Վերեբունի վարչական շրջան Արեշ 15 փողոցում իրականացնենք մաքրելի փոխարինման աշխատանքներ, ինչը կկազմի ընդհանուր հաշվով 5500 մետր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, աղբանություն։ Պարոն քաղաքապետ, Մայրաքաղաքում 24/7 գրաֆիկով իրականացվել է ընդհանուր թվով 11519 աղբամանների սպասարկում ցերեկային գիշերային միաժամանակ թե ցերեկային թե գիշերային հերթափոխներով, բացի այդ ամենօրյա գրաֆիկով իրականացվել է վարձակալական հիմունքներով տրամադրված 212 աղբամանների սպասարկումը, Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով երկու հերթափոխով իրականացրել են 325 սահմանադրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 93%-ը, մնացած 7% աշխատակիցները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունը իրականացվել է Բելարուս տեսակի 6 քատ տեսակի 2 տրակտորներով, 8 ինքնաթափ, 24 ջրցան մեքենաներով, ինչպես նաեւ Գերխարդ փոշեկուլ մեքենաներով 415 կիլոմետր տարածքում, իսկ կամաց փոշեկուլ մեքենաներով 671 կիլոմետր տարածքում կատարվել են մաքրման աշխատանքներ։ Նշեմ, որ Վիոլա ջուր ընկերության կողմից Քանաքյար Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջանում գտնվող 135 դիտավորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է ապաճաշ տեսքի։ Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալ եմ, Երևանի ավտոբուս։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում սպասարկել են ընդհանուր թվով 4691 շարժակազմ, կատարողական 100%։ Պարոն քաղաքապետ, զեկուցում եմ սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 68 միավոր անսարք, որից ման մակնիշի 87 միավորից 5 միավոր, Ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից 33 միավոր, Հայգեր մակնիշի 103 միավորից 15 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 15 միավոր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, էլեկտրոտրանսպորտ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում երթուղիներում նախատեսված պլանային քանակի համաձայն շահագործվել է թվով 351 շարժակազմ, պլանային քանակը կատարվել է 100%-ով, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մետրոպոլիտեն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել 2920 գնացք, կատարողականը 100%, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, վագոնների վերանորոգման եւ ավելացման հետ կապված զեկույց առանձին ֆիքս ենք որպես հանձնարարական եւ բարբերաբար զեկուցեք, պարոն Սեթրակյան։ Շատ լավ, պարոն քաղաքապետ։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն։ Պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրված վավերացումները աճ են գրանցել եւս 15%-ով, հիշեցնեմ, որ նախորդող շաբաթվա ընթացքում առկա էր աճ 18%։
Եվ այսպես բաշխումը տեղի ունեցել հետևյալ կերպ, տրոլեյբուսներում կազմել է վավերացումները 116138, մետրոպոլիտենում 616370, ավտոբուսներում 2,477,848, ընդամենը 3,210,356 կամ թվային տեսքով 423,435։ Միաժամանակ թույլ տվեք ներկայացնել նաև տոմսերի ստուգման միջոցառումների ազդեցությունը նախորդող երկու շաբաթյա համեմատականը այս երկու շաբաթվա ընթացքում էկրանին գրաֆիկի տեսքով այն ներկայացվում է, այսպես նախորդող երկու շաբաթվա ընթացքում կազմել է 4,657,751, իսկ այս երկու շաբաթների ընթացքում 5,997,277, 29.9%-ով աճ է գրանցվել։ Շնորհակալություն եւ վերջին նաեւ երկու շաբաթվա ընթացքում մենք հավելյալ 235 միլիոն գումար ենք հավաքագրել ի համեմատություն դրա նախորդ երկու շաբաթների, որը խոսում է այն մասին, որքան էլ որ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման տեսանկյունից եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է եւ փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում, հարգելի գործընկերներ, ուզում եմ այս թվերը բոլորս միասին արձանագրենք եւ բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը եւ նորից կրկնեմ բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաեւ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաեւ կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Իսկ մենք այս պահին ունենք գալի 45 տրոլեյբուսներ, ուր են հասել մեր տրոլեյբուսները, պարոն Էվոյան։ Տրոլեյբուսների վերջնական այս պահին թարմացված ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։ Շատ լավ, այսինքն մոտակա շաբաթների ընթացքում սպասում են 45 նոր տրոլեյբուսներ եւ արդեն 170 նոր ավտոբուսների գնման հայտը պետք է պատրաստեք։ Շնորհակալ եմ, անցնենք մինչև հանձնարարականներին անցնելը ուզում եմ խնդրել Տիկին Դանիելյանին ներկայացնի այն միջադեպը, որը տեղի է ունեցել մեր աղբավայրում, Բարաշենի բավականին տհաճ միջադեպ ենք ունեցել։ Խնդրեմ Տիկին Դանիելյան։ Պարոն քաղաքապետ, շաբաթ օրը ժամը 18:00-ի սահմաններում է տեղ ունեցել դեպքը,